41-ամյա Արթուր Քոչարյանը կյանքի 22 տարին անցկացրել է ճաղերի հետևում։ Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ լսեց կյանքի թերևս ամենածանր նախադասությունը՝ «Դուք դատապարտվում եք մահապատժի»։ Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ՑՄԱ դատապարտյալ Արթուր Քոչարյանը ազատ է արձակվել։ Դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Իսկ թե ինչ դժոխքի միջով է անցել դատապարտյալը, ինչպես է պետության շնորհիվ այսօր դարձել օրինապահ քաղաքացի, պատմում է անձամբ Արթուրը։ Տարիների ընթացքում շատ արժե համակարգ, գիտակցություն, ամեն ինչ 19 տարեկանում հայտնվում ես բանտում անգիտակից, քանի որ տարիքային 19 տարեկան ամեն դեպքում անչափահաս տարիք է, շատ բաներ չես գիտակցում, պատասխանատվության զգացումը շատ թույլ է, իսկ այժմ պատասխանատվության գիտակցում ունեմ, կայացած եմ որպես մարդ, որպես անհատականություն եւ այդ ամենը ես սովորել եմ բանտում այս տարիների ընթացքում, փորձել եմ ժամանակս ճիշտ տնօրինել, ինքնակրթվել եւ այդ ինքնակրթությունը, այնուհետեւ նաեւ կրթությունը, այժմ բարձրագույն կրթությունը ինձ տվեց մի վստահություն եւ ես ճիշտ ճանապարհել եմ եւ փառք Աստծո դրա արդյունքում ես այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկ այցելել եմ իմ հարազատներից։ Ինչ տվեց եւ ինչ վերցրեց ձեզ 22 տարին ճաղերից այն կողմ։ Վերցրեց ինձանից տարիներ, տվեց ինձ գիտակցություն, պատասխանատվություն եւ բարոյականության զգացում։ Ըստ իմ գնահատմամբ տվեց արժանիք այդ տարիները, քանի որ ես միշտ ասել եմ, եթե դիտարկենք, որ ես չլինեի այստեղ, գուցե ես լինեի այն մարդ։ Բայց ես շնորհակալ եմ Աստծուց, որ ես այն եմ այսօր, ինչ հիմա կգում։ Արթուր, առհասարակ կա տարածված կարծրատիպ, որ եթե անգամ դու ոչ հանցագործ լինելով, բախտի բերմամբ հայտնվում ես կալանավայրում, անպայման հանցագործ ես դուրս գալիս։ Դու 22 տարի անցկացրել եք ճաղերից այն կողմ, խիստ ռեժիմում եւ այսօր խնդրեի արդեն որպես ձեր մաշկի վրա զգացած, անձնավորություն կիսում եք այդ դիտարկումը իրականության։ Ոչ, իրականում այդ դիտարկումը չեմ կիսում, չեմ կիսել երբեք, քանի որ դա արդեն անհատ մարդու ընտրության արդյունքն է, դառնալ հանցագործ թե ոչ։ Պետք է ուղղակի գիտակցել, որ այդ ընտրությունը կախված է յուրաքանչյուրից։ Ես երկում եմ այդ կարծրատիպը, քանի որ ես 22 տարի գտնվելով բանտում, ոչ մի վայրկյան չդարձա հանցագործ։ Եվ Արթուր, թերևս վերջին հարցը, եթե համատենք նախկին քրեակատարողական հիմնարկները եւ այսօր, այնտեղ տիրող բարքերը մենք գիտենք, որ քրեակատարողական հիմնարկները շատ ժամանակ ասոցացնում էին զոն նայողների հետ, քրեական աստիճանակարգություն ունեցող անձանց հետ, վստահ եմ դուք այդ ամենի միջով անցել եք եւ ինչ էր կատարվում նախկինում եւ ինչ է կատարվում այսօր։ Այսօր զոն նայող հասկացողություն կա քրեակատարողական հիմնարկներում, որովհետեւ վստահաբար եթե անգամ դուք հերքեք, ապա գիտենք, որ նախկինում այո եղել են եւ շատ հարցեր հենց այսպես ասած զոն նայողներն են լուծել։ Այսօր ինչ իրավիճակ է, կուզենամ անկեղծ այս մասին խոսել։ Ինչ կոնկրետ ձեր հարցին անդրադառնալ է, նախ պետք է ասեմ, որ քրեակատարողական հիմնարկներում անհասարակ շատ բան է։ Շատ։ Դա ուղղակի ավելի պատկերավոր ներկայացնելու համար երևի օրերը քիչ կլինեն։ Այո, շատ բան է փոխվել եւ այդ փոխվածի արդյունքում դատապարտյալն ունի իր ապագան ընտրելու հնարավորություն։ Ինչպես քիչ առաջ ասեցի, իմ խոսքում այսօր դատապարտյալն ինքն է ընտրում ինչով գնալ, կրթվել թե ոչ, վերասոցիալականացվել թե ոչ։ Սա է այսօրվա քրեակատարողական հիմնարկների իրականությունը։
Նախկինում շատ բաներ եղել են, հիմա չկան, ներկայից շատ բաներ հիմա որ կան, նախկինում չկար, հեղափոխություն կա քրեակատարողական հիմնարկներում եւ նաեւ դատապարտյալների մեջ շատ դատապարտյալներ սկսել են գնալ կրթության ճանապարհով, գիտելիքը կարողորելով, իսկ դա բերում է բավը իրանց հասարակության մեջ ավելի շատ գիտակցված քաղաքացի վերադառնալու ամենա կարևոր բանը կրթությունը գիտելիքը այսօր դատապարտյալին որ տալիս են ստանում են, բավը նրանք դուրս են գալու հասարակություն ավելի մեծ պատասխանատվությամբ եւ դիտակցումով, որ իրանք լիարժեք քաղաքացին են Հայաստանի Հանրապետության։